Я кот, который гуляет сам по себе։ Բոլորիս է ծանոթ Կիպլինգի հեքիաթը։ Այս արտահայտությունը ազատության, անկախության, ինքնուրույնության դրսևորում է։ Կատուն նաև իմաստության մարմնացում է։ Ով պահել կամ պահում է այս հրաշալի կենդանուն, գիտի, որ այն տարբերվում է մնացած բոլոր կենդանիներից։ Բարև ձեզ, դուք Վարդուհի Սարգսյանի հետ եք։ Այսօրվա իմ թեման սկսվեց նրանից, որ իմ մոտ տպավորություն առաջացավ, որ մարդկության պատմության զարգացման ամբողջ ժամանակահատվածը մենք անցել ենք, որպեսզի կատուների համար ստեղծենք սոցիալական ցանցերը։ Կատուների դերը հաճախ մարդկության պատմության մեջ համարժեք գնահատական չի ստանում։ Հնագիտական տեղումներից պարզ է դառնում, որ կատուն մարդու հետ ապրել է դեռ վաղեմի ժամանակներից։ Այն պահից, երբ Homo sapiens-ը իր կյանքը սարքեց նստակյաց, նրան անհրաժեշտ էին ուտելիքի պաշարներ, որպեսզի կախվածություն չունենար բնակլիմայական պայմաններից։ Եվ այդ պաշարները անհրաժեշտ էր պաշտպանել մկներից։ Ով կարող էր այս դերը ավելի լավ կատարել, եթե ոչ կատուն։ Այնպես որ հազարամյակներ առաջ հիշատակվում են կատուները որպես մարդկանց ուղեկիցներ։ Կատուների պատմությունը անմիջականորեն կապված է նավերի եւ նավաստիների հետ։ Ընդ որում այստեղ խոսքը միայն ուտելիքի պաշարների պահպանության մասին չէ։ 1995 թվականին Օքսֆորդյան կենսաբանական ինստիտուտներից մեկում անցկացվել է հետազոտություն եւ պարզվել, որ 40 կրծող կարող են ուտել 200 կիլոգրամ ցորեն, մոտավորապես 200 կիլոգրամ ցորեն, եւ փչացնել 4 անգամ ավելի։ Հենց այս հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ ընդամենը 2 կատու կարող են պահպանել այդ 200 կիլոգրամ ցորենը։ Կրծողները նավերի վրա վտանգ էին սպառնում նաև փայտին, թիակներին, առագաստներին եւ այդ է պատճառը, որ դեռ վիկինգների ժամանակներից կատուները նավերի վրա անձնակազմի լիարժեք անդամ էին, նավապետների եւ նավաստիների սիրելի։ 20-րդ դարում, երբ նավերն այլևս փայտից չէին, Անգլիայում, հետագայում ամբողջ աշխարհում ստիպված եղան որոշում ընդունել, որով արգելվեցին կատուների ներկայությունը նավերի վրա։ Նավապետներն ու նավաստիները այնքան էին կապված կատուներին, որ միայն այս որոշումից հետո հնարավոր եղավ նրանց հեռացնել նավերից։ Գոյություն ունի բիբլիական պատմություն, այն ներառված չի Աստվածաշնչում, բայց հիմնված է բիբլիական պատմության վրա, որտեղ ասվում է, որ Նոյը, ով արդեն տապանի վրա էր, հայտնաբերում է, որ մկները վերացնում են ուտելիքի պաշարները։ Նա դիմում է Աստծուն եւ օգնություն խնդրում։ Աստված առյուծին հրամայում է հրշտալ։ Будьте здоровы! Бедный я несчастный! Никому меня не жалко! Перестань реветь, ты мне мешаешь чихать! Առյուծը փռշտում է եւ նրա քթից դուրս են գալիս 2 կատու։ Նոյան տապանի ուտելիքի պաշարներն արդեն պաշտպանված էին։ Հայ գրականության մեջ կատուներին մենք հանդիպում ենք մկների ժողովում, շուն ու կատու ստեղծագործության մեջ, հեքիաթներում կոշկավոր կատուն է, Բուլգակովի մոտ բեգեմոտ կատուն է, ուսանողներս ինձ հաճախ հարց են տալիս, թե ինչու է կատվի անունը բեգեմոտ։ Գրեք ձեր տեսակետը կոմենտներում, կքննարկենք։ Լուիս Քերոլը իր Ալիսան հրաշքների աշխարհում ստեղծագործության մեջ հիշատակում է չեշիրյան կատվին։ Իմիջիալյոց սա շատ հին բրիտանական ասացվածք է, Լուիս Քերոլը այն ընդամենը ներառել է իր ստեղծագործության մեջ։
Կատվի առանձնահատկությունն այն է, որ նա ժամանակ առ ժամանակ անհետանում է եւ վերջին հատվածը տեսանելի մնում է ժպիտը կատվի։ Տերմինը վաղուց մտել է զանգվածային մշակույթ, մուլտֆիլմեր, հեռուստատեսություն, բիզնես, գրականություն, լեզվաբանության մեջ չեշիրիզացված են համարվում այն հնչյունները, որոնց տառերն արդեն անհետացել են, բայց հնչյունները дер կան։ Кукушка купила капюшон, надел кукушон на капюшон, как в капюшоне он смешон. От топота копыт пыль-попу летит, от топота копыт. Кукушка кукушон купила капюшон, надел кукушон на капюшон. Надел кукушон на капюшон, как в капюшоне он смешон. Օրինակ, արկղ 4 տառ 5 հնչյուն, շրջել 5 տառ 6 հնչյուն, կոմենտներում գրեք մի չեշիրիզացված բառ։ Տեսակետը, որ հին Եգիպտոսում են առաջին ընտելացել կատուներին, իմ հետազոտության արդյունքներում պարզել եմ, որ այդպես չէ։ Հին Եգիպտոսում կատուներին արդեն պահում էին ոչ միայն որպես տան պաշարների պահապան, այլ ընտանիքի լիարժեք անդամ։ Նրանց ասոցիացնում էին բաստետ աստվածուհու հետ, ով ընտանիքի օջախի պաշտպանման, սիրո, ուրախության աստվածուհին էր։ Մի բան կարող եմ հաստատ ասել, հին Եգիպտոսում մեծ քնքշանքով ու սիրով էին վերաբերվում կատուներին։ Առանձին տեղ ունեն սև կատուները։ Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիայում, Ճապոնիայում սև կատուները հաջողության եւ հարստության խորհրդանիշ են։ Նրանց հաճույքով պահում են տանը եւ համարում, որ կենդանին իրենց պաշտպանում է եւ տունը լցնում առատությամբ։ Բոլորս գիտենք, թե ինչպիսի հոգատար մայրեր են катуները։ Как ты ведешь себя, Маугли? Но я ведь не хотел спустить с него шкуру. Это что еще за речи? Միգուցե սա է պատճառը, որ տարբեր մշակույթներում նրանք ասոցիացվում են ընտանիքի պահպանության, մայրության, սիրո հետ։ Ռուսական մշակույթում առ այսօր տնամոտի արարողությունների ժամանակ ընդունված է առաջինը կատվին թողնել տուն եւ նրա ընտրած վայրում տեղադրել մահճակալը։ Ճապոնական մանեկո-նեկոն հարստության, երջանկության խորհրդանիշ է։ Այս կատուն ունի իր պատմությունը։ Ըստ առասպելի 17-րդ դարում մի Մենաստանում ապրում էր մանեկո-նեկոն։ Բանականը, ով պահում էր կատվին, մի օր բողոքում է նրան, որ էլ չի կարողանում պահել Մենաստանը եւ իրենք ստիպված կլինեն հեռանալ այնտեղից։ Կատուն նստում է դարպասների մոտ եւ սկսում թաթիկով անել, կանչելով ճամփորդներին։ Մի մարդ նկատում է փիսիկին, հյուրընկալվում Մենաստանում, գիշերում, այնուհետև առատորեն բարձրացնում վանականներին եւ գումար թողնում Մենաստանի համար։ Այդ մարդը հարուստ վաճառական էր։ Այդ օրվանից հետո Մենաստանը ծաղկում է, բարգավաճում, իսկ փիսիկը առ այսօր նստած թաթիկով է անում, հարստություն ու հաջողություն բերելով մարդկանց։ Վերջինս համացանցում մի տեսահոլովակ էր տարածվել, երբ Նոր Զելանդիայում երկու կին պահել էին նույն կատվին ու չէին իմացել դրա մասին։ Փաստը պարզվել էր անասնաբուժի մոտ, բժիշկը ճանաչել էր կատվին այլ անունով, ինչը ապացույց է, որ անկախ հազարավոր տարիներ մեր համատեղ կյանքից եւ կատուների հետ սիմբիոզի մեջ մարդու ապրելուց կենդանիները պահպանում են իրենց անկախությունն ու ինքնուրույնությունը։ Ու դեռ հարց է, թե մենք ենք կատուներին ընտելացրել, թե նրանք մեզ։ Ուրեմն քնքշանքով ու սիրով վերաբերվենք կատուներին ու բոլոր այն կենդանիներին, որոնց մենք ընտելացրել ենք։ Հավատարիմ մնանք ասացվածքին, որ պատասխանատվություն ենք կրում բոլոր նրանց համար, ում մենք ընտելացրել ենք։ Ում դուր եկավ տեսահոլովակը եւ սիրում է կատուներին կոմենտներում պլյուս դրեք, առաջի պլյուսը իմն է, կհանդիպենք։